մեր սուրբ արյամ մենք սերտեցինք, դու բերդ ես անարիք, բարձունք սրբազանվե անուն, մասունք աստվածային, քեզնով ենք հավերժանում, դու մեր լույս հայրենիք, հայրենյաս դուր սիրով, դու միշտ խաղաղ մերին ու նոր Արցախ, քաջել մենք այգազում, մռով ենք իրսենք ու թարթար, մեր վանքերով լեռնապահ, անհաղթելի մի բուռ աշխարհ։ Ամենանշանակալից օրերից մեկը, որը մեզանից գողացվել է, դա Շուշիի ազատագրության օրն է, Պաշտպանության բանակի հիմնադրության օրն է, որոնք մեզանից պարզապես խլվել, գողացվել են ուրացողների և դավաճանների պատճառով։ Ես այլևս ոչ մի կերպով այդ բառերը ոչ ծամփում եմ, ոչ էլ մտածում եմ ասել չասել։ Դա այդպես անկախ նրանից մենք արձանագրենք թե ոչ։ Դա ուրացումը այս եռաբլուրի հանդեպ, մեր տղաների հանդեպ, ուրացումը մեր պատմության հանդեպ, մեր գոյության հանդեպ, մեր հայրենիքի հանդեպ, մեր գալիքի հանդեպ, բոլոր առումներով ուրացում։ Եվ այո, այդ տոները, այդ խորհուրդը մեզանից գողացված է, գողացել են, ուղղակիորեն, բայց չեն կարողացել մեզ սպանել և չեն էլ կարողանալու սպանել, որովհետև մարդիկ, եթե կարծում են նահատակությունը, դա մեռելությունը, իրենք են արդեն իսկ մեռած։ Մենք նահատակության ճամփով անցած ժողովուրդ ենք եղել և այդ նահատակությունը գծել մեր կյանքի բոլոր սահմանները։ Այսօր մենք ոչ հեռավոր հիշողությամբ ցնծում ենք, տոնում ենք, անդրադառնում ենք, թե ինչպիսին էր մեր հաղթանակը Շուշիում, թե ինչպիսին էր մեր հաղթանակը Արցախում, ընդհանրապես և մեր կյանքում։ Եվ այո, մեր սրտերը ուրախանում են, բայց միևնույն ժամանակ դառն տխրությամբ են պատված։ Եվ մեզ համար սա հրավերը վերականգնվելու, հրավերը մեր մեջքը շտկելու և հրավերը ի հեճուկս ուրացումի հավատարմությամբ ապրելու։ Մենք ուրախանում ենք, սակայն ինչով ենք ուրախանում։ Ուրախանում ենք հաղթանակի զգացում ունենալով կամ դրա ձգտումով։ Այո, բազում նահատակություններ, բազում մարդիկ են իրենց կյանքը ընծայել, հենց մեր եղբայրներն են իրենք, ընկերները, մեր տան մարդիկ են, մեր ուսով ապրած մարդիկ են, ուրիշ մարդիկ չեն, պատմության խորքերից եկած մարդիկ չեն։ Այդ կյանքերի գնով է եղել, բայց մենք ցնծում ենք, որովհետև հաղթանակ ենք տոնել, նույնիսկ նրանք, ովքեր ընդհանրապես կապ չեն ունեցել այդ հաղթանակի հետ։ Այո, մեր սրտերը դառն են այսօր, տխուր են, բայց դա պատճառ չպետք է լինի մեր ոչ տագնապի, ոչ էլ կքվածության, ոչ էլ ծնկած լինելու։ Մեր իրավիճակն է այդպիսին, բայց մենք կոչված ենք, ինչպես ասում է ավետարանը, վեր կենալու, վեր կաց ասում է մեզ։ Եվ օգտվելով առիթից նաև այսօր երկրորդ համաշխարհային պատերազմում, որը ընդհանրապես կոչվում է որպես հայրենական պատերազմ, մեզ համար, հատկապես մեզ համար, որ բազմահազար նահատակություններ ենք ունեցել և մեր հայրենակիցները անուն ու պատիվ են բերել մեր ժողովրդին իրենց սխրանքներով և իրենց նվաճումներով։ Եվ մենք չենք կարող մոռանալ իրենց հիշատակը որևէ ձևով, որևէ կերպով, որովհետև այդ անունները գրված են այլևս նաև համաշխարհային պատմության մեջ։ Այսպիսին է մեր կյանքը, բայց այսպիսին չպիտի մնա։ Մենք ունեցել ենք այն քաղցրությունը, ունեցել ենք այն վեհությունը և շարունակելու ենք ընթանալ ունենալու համար։ Իսկ Արցախը, Շուշին, հավիտենապես որքան որ շունչ կա մեր բերաներում, մնալու է մեր պայքարի կիզակետը, մեր տան վերականգնման ամբողջ մեր ձգտումը լինելու է դա,
ուրիշ բան չունենք, որովհետև ինչպես միշտ ասել եմ, այս տղերքի մենք հայրենիք ու երազ ենք պարտք։ Այդ հաղթանակն ենք պարտք։ Եվ ովքեր չեն ապրելու այդ մտքով, նրանք իրավունք չունեն նույնիսկ անգամ այս եռաբլուրեն հեռուներից ճանապարհի եզրով անցնելու։ Ինչպես ուզում է թող այս խոսքը ընկալվի, դա այդպես է։ Մերժեք, հերքեք, ընդունեք, չընդունեք, կապ չունի, դա այդպես է։ Եվ մենք այո, պարտք ենք։ Եվ ինչպես ամեն մարդ իր կյանքում ինչ որ բանի պարտ լինելով փորձում է այդ պարտքը հատուցել, շուտապույտ հատուցել, մենք էլ նույն ձգտումի եւ տեսակի մեջ ենք։ Մեր երկիրը ազատագրելով այս թշնամական խուլիգանախմբից, որը կերել է Արցախը, մեր հայրենիքն է կերել, մեր կյանքն է կերել, մեր պատիվն է կերել, ամբողջության իմաստով, ամբողջաբար եւ նաեւ ազատագրել մեր ներքին ազատագրումը պատճառ լինի նաեւ մեր կյանքի ողջ տարածքի վրա ազատագրումը մեր տան վերականգնումը, որպեսզի ամաչելով չմտնենք մեր ընկերներին ու եղբայրներին ու զավակներին այցելության, այլ կարողանանք գոնե ասել, որ ձեզ ենք վերադարձնում այն, ինչ որ ձեզ է պատկանում։ Շատ զորանաք, շնորհավոր։